Բաքվում պահվող հայ ռազմագերիների ու պատանների կյանքին վտանգ է սպառնում։ Բռնապետական Ադրբեջանը շարունակում է անել այն, ինչ խելքին փչում է։ Ադրբեջանում կփակվի Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը, որը ապահովում էր գերիների, պատանների ու նրանց ընտանիքի անդամների շփումները։ Սա միակ միջազգային կազմակերպությունն է, որն այս ընթացքում այցելել է Ադրբեջանում պահվող գերիներին։ Սա ուղղակիորեն հայերի դեմ ուղղված գործունեություն է, քանի որ Կարմիր խաչը մեծամասամբ առաքելություն է իրականացնում հակամարտության մարդասիրական հետևանքները, ծանր մարդասիրական հետևանքները մեղմելու համար եւ ներգրավում է կոնֆլիկտային ռեգիոններում եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հիմնական առաքելությունը կապված է հայ պատանդների պայմանների դիտարկման եւ նրանց մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հետ։ Ադրբեջանն ամբողջովին մեկուսացրել է հայ գերիներին, արգելափակելով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմների մուտքը, արգելել է միջազգային օտարերկրյա փաստաբանների մուտքը։ Հիմա փակելով Կարմիր խաչը, ամբողջովին կամայական վիճակ է ստեղծում պատանների համար։ Սիրանուշ Սահակյանն ասում է, սա նաև հոգեբանական ճնշում է գերիների եւ նրանց ընտանիքների համար։ Այստեղ ընդհանուր պետական քաղաքականության գիծ ենք դիտարկում հեռացնել բոլոր այն միջազգային կառույցներին, որոնք կարող են դիտարկել մարդու իրավունքների խախտումները, ժողովրդավարության անկումը, արձանագրել դրանք եւ այս ճանապարհով Ադրբեջանը նախ ցանկանում ողջական հսկողություն ստանձնել մարդու իրավունքների վիճակի համար, մյուս կողմից կանխել վարկանիշային անկումը պայմանավորված այդ մասսայական խախտումներով եւ միջազգային հանցագործություններով։ Մինչ այս բռնապետական Ադրբեջանում հերթով փակվել են լրատվամիջոցներ, մարդու իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեից բացի փակվում են նաև ՄԱԿ-ի մի շարք գործակալություններ։ Բաքուն ցանկանում է վերանայել մի շարք միջազգային կազմակերպությունների հետ գործակցությունը։ Այս որոշումները մեկնաբանում են այդ կազմակերպությունների հետ գործակցության արդյունավետության կորստով։ Մինչև այդ փակվել են այն կառույցները, որոնք պաշտպանում են խոսքի ազատությունը, այն ՀԿ-ները, որոնք զբաղվում են մարդու իրավունքի պաշտպանություններով, սա նոր չի սկսվել, սա շատ երկարատև ճանապարհ է, որը Բաքուն հատ-առհատ փակելով գնում է։ Ադրբեջանի այս որոշումը քաղաքագետը որակում է ոչ միայն վերահսկողությունից խուսափելու հերթական դրսևորում, այլև կարծում է այն անմիջական կապված է Սյունիքում հնարավոր ռազմական գործողությունների հետ։ Դանիելյանն ասում է, դրան ընդառաջ բռնապետին անհրաժեշտ է ձերբազատվել մի շարք կազմակերպություններից։ Ադրբեջանը ըստ եղած ինֆորմացիաների պատերազմի է պատրաստում կամ կարճ արշավի է պատրաստում դեպի Սյունիք եւ հնարավոր այնտեղ նույնպես նման դեպքեր լինեն եւ երկրորդ պահը հավանական է, որ լինի Իսրայել-իրանական թարում, որտեղ մասնակցեն նաեւ Միացյալ Նահանգները եւ այդ առումով եթե նման զարգացումներ լինեն, ինչը հավանական է, ապա այնտեղ նույնպես նման բազմաթիվ խնդիրներ կառաջանան։ Մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ փորձող Բաքուն իր այս քայլերով նաև ցանկանում է արևմուտքի համար դառնալ վստահելի գործընկեր, իսկ նշված կազմակերպություններն ըստ ադրբեջանագետի խանգարում են Ալիևին ձեռք բերել վստահելի գործընկերոջ համբավը։ Իրականում Ադրբեջանը շահագրգռված է տեսնել իր տարածքում արևմուտքի ներդրումները, այլ ոչ թե բարոյականություն պաշտպանող կազմակերպությունները, նա ուզում է ունենալ իմիջ հուսալի, պատասխանատու, հարգանք վայելող գործընկերոջ։ Այս ամենը լավ հնարավորություն կտա Ադրբեջանին պատանների հարցը քաղաքական նպատակներով գործածելու համար։ Հայաստանը պիտի միջոցներ ձեռնարկի, ասում է Սիրանուշ Սահակյանը։ Բաքվում պահվող մեր հայրենակիցների խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը լուծումներ է առաջարկում, որոնցից մեկը հյուպատոսական այցելության իրավունքի ապահովումն է։ Սրանից զրկված են եղել բոլոր հայերը, ինչը կարևոր դատավարական երաշխիք է։ Զրկման պատճառաբանությունը եղել է հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Հայաստանը կարող է հյուպատոսական այցելության իրավունքը վստահել երրորդ չեզոք երկրի, որը հավատարմագրված է եւ դիվանագիտական կապեր ունի Ադրբեջանի հետ։ Ըստ Սահակյանի Շվեյցարիան է այդ երկիրը եւ օրեր առաջ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան դիմաց ակցիան ու դեսպանատանը փոխանցված նամակը հենց այդ բովանդակությունն է ունեցել։ Կենսական նշանակություն ունեցող Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փակվելուց հետո Հայաստանը կորցնելու է իր միակ կապը Բաքվում պահվող իր զավակների հետ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։